Բարի օր հայրենակիցներ, Երանի գայնոր երբ մենք լավ բաների մասին խոսելու կլինենք, բայց առայժմ այս վիճակում ենք, պիտի չհուսահատվենք, չընկրկենք, եւ ես հիմա խոսում եմ մի բանի մասին, որը առերևույթ կարող է ինձ հետ է կապված, բայց այստեղ հակադարձում են ձեր իրավունքների համար իմ գործունեության դեմ։ Որն է խնդիրը։ Հայաստանը փորձում են ներկայացնել ժողովրդավարական երկիր, մինչդեռ ժողովրդավարություն երաշխավորող հիմնական օրենքը ոտնահարում են։ Հիմա ես լուրջ հիմնավոր մեղադրանքներ եմ ներկայացրել իշխանություններին, ներկայացրել եմ իրենց կառույցներին, դատախազություն, հակակոռուպցիոն կոմիտե, իրեն վարչապետին, որ դու շատ սխալ ճանապարհի վրա ես, չկարողանալով դրան հակադրվել, ճիշտ է, որոշ գործողություններ արեցին, նահանջեցին, ցրեցին հանձնաժողովը, խախտեցին իրենց իսկ նորմատիվ իրավական ակտը, հիմա էլ նոր խախտումների մեջ են մտել, գործադիրին պարտադրում են սահմանադրություն գրել, աշխարհում չլսված մի բան։ Նույնիսկ օրենսդիրից են զգուշանում, հատուկ կառույց են ստեղծում սահմանադիր ժողով, ինչևէ։ Հիմա տեսնելով, որ իմ ասածները հիմնավոր են եւ հիմնավոր լինելուց իրենք խիստ անհանգիստ են, բայց միաժամանակ իրենց այդ բռնապետական մոլուսկով, գիտեք, ճղճիմ բռնապետները ամենանողկալիներն են լինում։ Սրանք որոշել են գտնել մարդկանց ու դրանց ասել ֆաս Հայրիկյանի վրա։ Եվ գիտեք ինչ հիմնավորումով, իբր Հայրիկյանը KGB-ի գործակալներին է պաշտպանում, Հայրիկյանը KGB-ի գործակալ է։ Ինչևէ, ազնիվ մարդիկ դրան արձագանքեցին, բայց այն թափթփուկները, որ կային ու խոսում էին, թափթփուկները ես ասել ես ինչ նկատի ունեմ։ Եթե դու ասում ես, գիտեք Հայրիկյանը ինձ կասկածելի է թվացել որպես KGB-ի գործակալ, վերջ, այդ մարդը թափթփուկ է։ Հայրիկյանը միակ մարդն է ձեզնից հայերից այդ տականքներ, որ 18 տարի անց է կացրել բանտերումը չի կոտրվել, այն Ասչյանի է կոմունիստական բռնապետության գաղտնի ոստիկանությանը հոգնեցրել, որ վերջում որոշել են բռնի արտաքսել, հատուկ օդանավով Երևանից տարել են Մոսկվա, Մոսկվայից էլի հատուկ օդանավով Եթովպիա, մենակ թե պրծնեն Հայրիկյանից, հիմա դուք դրա մասին ասում եք, բայց ինչևէ, եւ գիտեք մարդկանց են ներգրավել. Մեկ են Խուրշուդյանը, որի մասին ասում եմ, ես ընդհանուր առմամբ լավ տպավորություն ունեի, առանձին բացասական դրսևորումները գիտեմ, եւ գիտեմ որտեղից էր դա գալիս նաեւ այդ երբ մտնում են քաղաքականություն եւ զգում են, որ իրենք շատ փուճուրիկ են, այդտեղ փորձում են ինչ-որ բաներ գտնել։ Մեկ էլ արեք են ստոպիկ կամյալ, ստոպիկ Սաֆարյան, Սաֆարով, ինչ հետաքրքիր է, որ դրա ազգանուն է հայ սպային սպանածի նման։ Դրավ ինչ լինելը, ճղճիմ լինելը բոլորս գիտենք, մանավանդ այն մահապորտի ժամանակ ինքը հիշում եք, որ 13 թվականի մահապորտից հետո ես բարեհաջող վերադարձա վիրահատություններից, բնականաբար ընկերներս մատաղ էին արել եւ սա ելույթ ունեցավ, թե ախր այդ ինչ բան է Հայրիկյանը պետության փողերով գառ է մորտել, այ ողորմելի, այդտեղ հասկացա, որ դա ողորմելի ճիճու է։ Հայկական ավանդական միջոցառումն անգամ այնպես ներկայացրեց, իհարկե խայտարակ արեցին են, հիմա նաև դրա միջոցով այդ տեսակ ճիճուներին մեջտեղ են գցել ազնիվ մարդիկ, ձեզ մոլորեցնելու համար։ Այս ամեն ինչը նրա համար է արվում, որ Հայրիկյանին լռեցնեն, որովհետև ես այնպեսի փաստեր եմ ներկայացրել, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր արտարադատության նախարարները պիտի կանգնեն դատարանի առաջ։ Սրանք ինչ անեն, արեք ֆաս ասենք մեր շնիկներին, թող գնան Հայրիկյանի վրա եւ ինչու մեղադրենք այն բանում, որում ինքը ոչ միայն անխոցելի է, այլ օրինակ է եղել։ Այս բանը ես հիմա չեմ ասի, բայց մտեք համացած գրեք Военнопленный секретарь, повесть о Паруйре Հայրիկյանը 85 թվականին լույս տեսած գիրք է։ Եվ դուք կտեսնեք, թե 27 տարեկան հասակում Հայրիկյանը ինչևէ, իմ գործունեության միջազգային տեսանկյունից կտեսնեք։ Շատ բաներ կա ասելու, բայց իմ չափ բռնադատման տարիներ որևէ հայ չունի։ Բռնադատվել եմ 20 տարի 3 ամիս, որից 18 տարի բանտ ու աքսոր։ Անցած օրը մի փաստաբան գրում է, որ ես 5 տարի եմ եղել պատժաբանտերում, այդպես չի, ես եղել եմ 33 ամիս, բայց եղել եմ նաև 300 կարցերներում։ Հիմա հրաշքով կենթանի եմ մնացել եւ ես տականքներին հանձնարարված է ասել, որ Հայրիկյանը KGB-ի հետ կապված է կամ ուրիշ այլանդակություններ։ Հասկացեք, որ սա իմ դեմ չի ուղղված է ձեր իրավունքները պաշտպանողի դեմ, եւ այն մարդիկ, ովքեր որ տրամադրված էին աշխատելու այս վերջին շրջանում շատ են ինձ դիմում, դա սարսափեցրել է
Այս ողորմելիներին սրանք հասկանում են, որ հայրիկյանը 1000 հոգով կարող է անել այն, ինչ ուրիշները 100,000 հոգով չեն կարողացել անել։ Ինչևէ, նկատի ունեցեք, որ այդ բամբասանքների ալիք արհեստականորեն տարածվում է եւ տարածվում է Ստոպիկ Սաֆարյանի, Սաֆարյան, հետեն բանշի։ Դրա նմանների խեղկատակ ելույթներով։ Ինչ վերաբերում է այն հարցին, որ իրենք շահարկում են, գնաց ես ինչ լրագրողի մոտ, գնաց ինչ լրագրողի մոտ, այ ճիճուներ։ Քաղաքական գործիչը չպետք է վախենա ուղիղ եթերում հանդես գալուց։ Դա է կարգը։ Եթե վախենում է, նշանակում է ինքը վախենալու բան ունի։ Ես ում մոտ էլ որ գնում եմ, իմ ասելիքն եմ ասում։ Եվ ոչ մեկին էլ գնահատական չեմ տալիս։ Իրենք իրենց գնահատականը կտան իրենց հարցերով։ Ինչևէ, եւ երկրորդը թե բա ինչու է KGB-ի ագենտի պաշտպանում։ Ես ոչ մի KGB-ի ագենտի, KGB-ի ագենտ լինելու համար չեմ պաշտպանել ու չեմ պաշտպանի։ Կարող եմ հասկանալ, աչք փակել, ներել, ասել լավ, ճնշել են մարդը չի դիմացել, բայց ես գործերի համար եմ մեղադրանք ներկայացնում։ Իսկ երբ քրեական կասկածելի գործարքների մեջ խառնված մարդիկ համարձակվում են սրբություններից խոսել, երբ իբր թե քրիստոնեության անունից գնում են հայկական քրիստոնեական գլխավոր կառույցի վրա, ես ասում եմ կանգ առեք, ապիկարներ, դուք չգիտեք, որ իշխանությունը Աստծուց է, եւ չգիտեք, որ հայ առաքելական եկեղեցին հայկական ամենակայուն կառույցն է, մի փորձեք պղծել ձեզնով դա։ Դու ասել եմ ու էլի կասեմ, ինձ ոչ ոք բարդույթավորել չի կարող։ Դուք միայն կարող եք բացահայտել ձեր ճիճվական էությունը։ Մարդիկ ես այն չի ասեցի ես բոլորը, որովհետև ի վերջո դա ձեզ է հասցեագրված, ձեզ ճնշելու համար է արվում։ Ու դա պիտի միասին հաղթահարենք։ Եվ թող Աստված ինձ օգնի համբերությամբ ու սիրով վերաբերել բոլոր բացասական դրսևորումների պայմաններում։